Կուսակցությունը ստեղծեցինք, այո, սկզբից նախնական խոսակցությունը եղել է Վաղարշակ Հարությունյանի հետ, որովհետև մեզ երկուսից նույն հրամանով մեկ-երկու օրվա մեջ ազատվեց պաշտոնից եւ դրանից հետո քաղաքականությունից դուրս գալը պարտությունը ընդունելու նման բաներ լինում, իսկ ես չեմ սիրում պարտություն ընդունել, նաև համարում եմ, որ ես ճիշտ եմ, նաև համարում եմ, որ այդ ամեն ինչը լավ տեղ չի տանելու, իսկ այդ ամեն ինչը առաջին հերթին հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման համատեքստում էր, ինչը երկարևոր էր այդ ժամանակ պետության առաջընթացի համար, որտեղ բոլորին կասկածում էին։ Երկրորդ հերթին տնտեսական վիճակներ, ինչը ես գնահատում էի, որ այս մարդը ուղղակի, չգիտեմ, սպասարկման ոլորտի մասնագետ է, բենզալցակայաններ, սրճարաններ, ուրիշ բան իրեն չի հետաքրքրում։ Վաղարշակ Հարությունյանը ինքը, քան որ մեզ երկուսից միաժամանակ էին աշխատանքից ազատել, որոշեցինք, որ քաղաքական այս գործընթացները պետք է շարունակել, առավել եւս պարտված էինք մենք մեզ համարում, իսկ պարտվել ոչ ինքը ոչ ես չենք սիրում եւ այդ ուղղությամբ որոշեցինք կուսակցություն հիմնադրել ու այն մարդիկ, ովքեր Վազգեն Սարգսյանի հետ էին, այդ մարդկանց փորձում ենք ներգրավել, ընդհանուր մասնակցության գաղափարն ու ոգին նրանում էր, որ առաջին հոկտեմբերի 27-ով գործը չկոծկվի ու ինքը ամբողջությամբ բացահայտվի, որտեղ այդ պահին բոլորին կասկածում էին ու ինքը պետության հետագա ապագայի համար գերկարևոր գործոն էր դարձել։ Ցավոք այսօր էլ այդ տարբերակ անդադ օգտագործվում է որոշ դեպքերում շարժման թեմա է դառնում, բայց ինքը իսկապես լուծման վերջնական արդյունքի հասնելու խնդիրն ունի։ Եվ երկրորդ տնտեսական խնդիրներն էին, որը որ ես տեսնում էի, որ գործող իշխանությունը ուղղակի խնդիր է դրել Հայաստանը վերածել туриզմի ու սպասարկման ոլորտի եւ մաքսիմալ արագությամբ ուզում է ձեռնարկություններից ազատվել, ընդ որում դրանցից ազատվում էին վատ կոռուպցիոն տարբերակներով, հիմնականում սնանկներով, որ մաքսիմալ էժան լինի ու համապատասխան մարդիկ այդ էժանով արագ գնեն, հետո հասկացա, որ դրա իմաստը կազմակերպված պետության հայտնի մանտակ մտցնելն էր, որ ապաշարված ամրոցի սկզբունքով երկրի տերերը լինեն 30-40 մարդ, մեկը հացը բերի, մեկը ջուրը, մեկը, չգիտեմ, ձիթայուղը, այն մյուսը սովորական յուղը, ու այսպես, ու դա բոլորին ձեռնատու է, որ ամրոցը պաշարված մնա, դրա համար էլ Վարդան Օսկանյանն ասում էր 100 տարով էլ կարող ենք փակ սահմաններով ապրել եւ այլն, այսինքն ստեղծում էր մի իրավիճակ, հարուստների մի խումբ, որոնք Հայաստան ապրանքներ են ներկրում, այդ իրանց ձեռնատու է սահմանները բացվի, իրենք ոչ մեկի այլևս պիտանի չեն լինի, ու այդ փակ սահմանների սկզբունքը դառնում է քաղաքականություն, դա էլ իր մեջ ներառում է նաև ներգրավում է ազգայնականություն ու այս դառնում է գաղափարական շրջափակման, Այս համատեքստում կուսակցությունը որոշեց դրա դեմ պայքարել եւ հիմնական ծրագրերը դրվեցին այդ համատեքստում։ Ալբերտ Բազյանը դեռ աշխատում էր քաղաքապետի պաշտոնում եւ մենք գտնում ենք, որ Ալբերտ Բազյանին ներգրավելը, որտեղ լծակ է, իշխանական լծակ է, որում ինքը կա, բայց հակադրությունը Ռոբերտ Քոչարյանի հետ գնաց էլ այդ նույն համատեքստում, եթե այդ ժամանակվա թերթերը նայեք, խնդիրը վերաբերվում էր մանումենտի այդ կառուցվող հյուրանոցին, որ այսօր ասում են, որ իրենց սեփականությունն է, առաջի դեպքներ, երբ մանումենտում ծառահատում էր արվում եւ հյուրանոց էր կառուցվում, հետո արդեն այդ առանձնատներն արդեն առաջացան եւ այլն, այսինքն որ Հյուսիսային պողոտայից խոսում եմ մանումենտի այդ այգու, այդ տարածքի, այդ հարուստների, էլի այդ 40 հարուստների համատեքստում այդ խնդիրն էր։ Այսինքն երբ որ Ալբերտ Բազյանը քաղաքապետ էր, Ռոբերտ Քոչարյանը կոպիտ ասած կամ հանձնարարել էր, որ այդ process-ը տանեին առաջ, այսինքն շենքերի մանումենտի կամ ծառահատման հյուրանոցի առումով հակադրություն գնաց, ինչի արդյունքում է ազատվել Ալբերտ Բազյանը։ Դրան դեմ է եղել Ալբերտ Բազյանը, դրան դեմ է եղել դատախազ Բորիս Նազարյանը, որ այդտեղ ծառահատում անեն եւ այդտեղ հյուրանոց կառուցեն։ Բայց Ռոբերտ Քոչյանը շահագրգռված էր այդ հյուրանոցը կառուցելով, ու երբ որ առաջի դեպքը եղավ, արդեն եղավ շարունակությունը այն դիմացի տարածքը, եթե մեկին կարելի, արդեն մյուսներին դառնում է օրինաչափություն այս առումով։ Ալբերտ Բազյանին հանելուց հետո մի
միացավ նաև Ալբերտ Բազյանը, հետո միացավ Սմբատ Այվազյանը, որը պետական եկամուտների այն ժամանակ նախարարություն էր եւ դրա մեջ նաև Մաքսայինն էր, միացավ Սմբատ Այվազյանն ու այս համատեքստում կուսակցությունը սկսեց շատ լուրջ չափեր հավաքել եւ բավականին լուրջ ազդեցություն ուներ Հայաստանում։ Հիմա երբ որ տեսնում եմ այդ մարդիկ տարբեր ճամբարներում, իմ համար զարմանք չի առաջացնում, որովհետև Վաղշակ Հարությունյանը մշտապես ռուսական գծի մարդ է եղել, Վաղշակ Հարությունյանը ինքը ռուսական այն քիչ այն ժամանակ Ռուսաստանը 3 թե 4 միջուկային սուզանավեր ուներ եւ ինքը այդ սուզանավերից մեկի կապիտան առաջի ռանգի, որը բավականին լուրջ պաշտոն է։ Միջուկային Սուզանավ։ Այո, միջուկային Սուզանավի ծառայել է այդ միջուկային Սուզանավում, ինքը սովորական մարդ չի։ Ինքը հաշվառված մարդ է, ես այդ շատ լավ հասկանում եի, գիտեի, իսկ Ռուսաստանի հետ կապերը պահել էր պետք, այդ ուղղությունը պահել էր պետք, որտեղ այդ ուղղությունը Հայաստանի ներքաղաքական դաշտում խնդիրներ էր լուծում, ընդ որում ես երբեք էլ չեմ համարել, որ Ռուսաստանի հետ կապերը ամբողջական խզել է պետք։ Ես գտնում եմ, որ Ռուսաստանի հետ եղած այդ միություններին Հայաստանը կարող է մաս չկազմել, այնպես ինչպես Վրաստանն է, Ադրբեջանն է եւ ունենալ ուղղահայաց կապեր Ռուսաստանի հետ առանց որևէ միությունների մաս կապելու, դրանով իսկ իրեն ազատելով այլ տեղերից կապեր ստեղծելու առումով, որտեվ այս տարածաշրջանում Ռուսաստանը կա, ինքը շուկա է, այդ շուկայից օգտվել է պետք, այդ շուկան սովոր է մեր ապրանքներին, մենք սովոր ենք իրենց որոշակի դրսևորումների, այնպես որ այս համատեքստում Վաղշակ Հարությունյանի այդ ուղղության վրա շարունակելը իմ համար որևէ զարմանք չի առաջացրել, ավելին իր դեսպան նշանակելու եւ այլնի հարցում, երբ որ ինձ կարծիք են հայտնել, ես ուղիղ ասել եմ, որ եթե ռուսական գծի հետ ուզում եք հարաբերությունները լավ լինի, այդ առումով ինքը հուսալի է եւ կապերը լավ է։ Այսինքն Հայաստանի իշխանություններին այդ առումով երբեք մարդկային առումով որևէ վատ բան չունեմ, որևէ վատ բան չեմ կարող ասել ու չեմ ասել։ Ալբերտ Բազյանը ինքը կերպով հայրենասեր մարդ է, մաքսիմալ, իր կյանքի ամբողջ բովանդակությունը Լեռնային Ղարաբաղն ու այդ պատերազմը, ինքը այդ պատերազմին մի քանի անգամ վիրավորված մարդ է, ինքը այդտեղ ընկերներ է կորցրել եւ այս դրսևորումները այսօրվա ինչ որ կա այդ ամբողջությամբ ազգայնական դաշտի վրա եւ այլը, սա էլ ինչ որ առումով իմ համար ընկալելի է, իմ համար ոչ ընկալելի է, որ ինքը այդ դաշտում, ասենք, այն մարդկանց, ովքեր Հայաստանի ժողովրդավարության հոկտեմբերի 27-ի կոծկման եւ այլ այս ռուսական համատեքստում կայնում հանդեպ ինքը իսկապես պայքար էր մղում ու շատ ավելի կոշկան ես ինքը այսօր ասենք այդ մարդկանց հետ նույն շարքում ես երբ որ նայում եմ ասում եմ լավ Բազյան ջան դու քեզ հարց չես տալի ես մարդու կողքին ինչ գործում ես